Երկրորդ հարցը պարոն Վարդանյանի դատախազին ուղղված հարցից եմ ուզում երկրորդել, երբ որ դուք ասացիք, որ падգամավորների գործունեությունը խոչընդոտելու որոշակի դրսևորումներ են նկատվում, մասնավորապես երբ որ падգամավորների նկատմամբ կան վարույթներ եւ падգամավորների ելքումուտքը արգելվում է։ Տվյալ դեպքում մենք գործ ունենք ձեր մոտ իմ գործընկերներից մեկը ունի վարույթ եւ դուք արգելում եք օրինակ Տարոն Մարգանի տեղաշարժը, ուզում եմ հասկանալ ինչու է արգելվում ընդհանրապես նրա տեղաշարժը, եթե որ ինքը падգամավոր է, ինքը գնում, գալիս է եւ տարբեր պատվիրակություններում երբեմն ներգրավում է։ Եվ ազգային ժողովի падգամավորի ելքի հետ կապված Տիկին Թովմասյան, ըստ էության ես չէի ուզենա, որ որոշակի գործերով կապված առանձին անհատական գործերով քննարկում ունենանք, բայց քանի որ դուք անհատական սկզբունքն եմ բացատրում, սկզբունքը։ Քանի որ անհատական գործերի մասին է խոսքը, Տիկին Թովմասյան, ես նշեմ, որ դուք եթե խափան միջոցի տեսակներին ծանոթ եք, խափան միջոցի տեսակները ընտրվում է ըստ համապատասխան խստության։ Մենք ազգային ժողովի падգամավորի նկատմամբ ընտրել ենք ամենանվազ խափանման միջոցը։ Այսինքն դուք հիմա մեզ ինչու եք այսպես ճակերտներով էլի կներեք, ինչու եք մեղադրում, որ մենք ընտրել ենք ամենանվազ խափանման միջոցը։ Մենք ընտրել ենք ամենանվազ խափանման միջոցը եւ հետեւաբար այս մասով ես այլ բացատրություն տալու պարզապես չեմ կարող բացատրեմ, այսինքն մենք ընտրել ենք համաչափ խափանման միջոց եւ ընտրել ենք այն նվազագույն այն խափանման միջոցը, որը որ այս պահին կիրառման ենթակա է։ Ինչ մնում է ազատ տեղաշարժի օրենք ըստ էության այս խափանման միջոցի այս տեսակը ընտրելու կապակցությամբ հնարավորություն է տալիս վարույթ իրականացնող մարմնին իրազեկմամբ, չգիտեմ, եւ այլ մնացած գործողություններով, որպեսզի անձը հայտնի իր տեղաշարժի վայրի եւ ժամանակի մասին, հետեւաբար այս առումով այս քրեադատավորական ընթացակարգերի մասով կարծում եմ համապատասխան միջնորդություններ, եթե այդպիսին կան, չգիտեմ, եւ այլն, քննիչը կարող քննարկի, ուղղակի ես չեմ պատկերացնում մի իրավիճակ, երբ որ քննիչը որոշի ինչ-որ մի փուլում ամենանվազ տեսակի խափանման միջոցը փոխարինի առավել խիստ խափանման միջոցով առանց համապատասխան իրավական հիմքերի առկայության պայմաններում, սա իրավական տեսանկյունից եմ ասում Տիկին Թովմասյան։